տպավորությունները բավականին մեծ են, գունագեղ են տպավորությունները, որովհետև թերևս ինձ համար սա առաջի անգամ էր, հուսամ ոչ վերջին։ Վերապատրաստման դասընթացները շատ հագեցած են անցնում։ Նախ կուզեմ նշել, որ իր մեջ ներառում է երկու բլոկ, մեկը կրթական եւ մյուսը մշակութային, երկուսը միախառնված եւ 4 պրակտիկ զանյացիա եւ մաստեր կլասներ, որոնք մենք համատեղում ենք իրար հետ, իրարզուգործված ընթանում են։ Շատ հաճելի եւ արագ են ընթանում, որովհետեւ հագեցած են դրանք այդ ամբողջ դասընթացը կազմակերպված է իրար հաջորդելով եւ տրամաբանական հաջորդականությամբ։ Բավականին լավ տպավորություններ ունենք, շատ լավ կազմակերպված միջոցառումներ, շատ բարձր մակարդակով։ Ես հիանալի տպավորություններ եմ այս դասընթացից, դա այս հնարավորություն է փորձի փոխանակման եւ նոր ընկերներ ձեռք բերելու։ Ուրեմն առաջի վերապատրաստումը չի սա, ինձ համար բավականին շատ վերապատրաստումներ եմ անցել եւ ամեն անգամ համոզվել եմ, որ ռոսատուրգիչստվան կազմակերպման շատ բարձր մակարդակի վերապատրաստումներ, որից մեկը եւ սա էր։ Գիտեք, ինչ վերապատրաստման դասընթացներից ունեմ շատ բարձր, շատ լավ տպավորություններ։ Ամեն մի դասախոս յուրովի է կարդում իր դասախոսությունը, որը դեպքերում մենք շատ բան իմացանք ինչպես կարելի է վարել դասը, ճիշտ վարել դասը, ինչ ասենք նոր մեթոդներ կարելի է կիրառել դասի ժամանակ, դա ի շնորհիվ դասախոսական կազմին։ Բաներից հատկանշականը, որ ձեռք բերեցի նոր ընկերներ, գոլեգաներից փորձի փոխանակումներ եւ բնականաբար ձեռք բերված նոր գիտելիքները արդեն պրակտիկորեն կկիրառենք դպրոցում դասարաններում։ Նոր բաներ կապված ավելի շատ ուսուցչի կեցվածքի, հռետորական արվեստի, վարպետության, արհեստավարժության հետ կապված նորություններ ենք իմացել ու իրոք դա մեզ համար շատ կարևոր էր։ Ինձ համար շատ կարևոր է, քանի որ ես ելույթ ունենալ այդքան էլ չեմ սիրում, շատ կարևորում եմ հռետորական դասերը, խաղային դասեր են կան, թե ու ամենակարևորը, որ մենք մեզ աշակերտ են զգում, շատ չեք պատկերացնի ինչ աժոտաժ է տիրում, եթե մեզ հանձնարարություն են տալի, ոնց ենք բոլորս խառնված փորձում ամեն ինչը անենք, որ լավագույնը լինենք։ Շատ է տպավորել կառավարման կարողության հմտությունների զարգացումները, որոնք շատ կարևորում են ժամանակակից առհասարակ դպրոցի դասավանդման դերում շատ մեծ դեր գործում շատ մեծ դեր ունի նման կարողությունները, որովհետև ժամանակակից երեխաներին նախ եւ առաջ պետք է կարողանալ կառավարել, հետո նոր արդեն անցնել ուսուցման մեթոդներին։ Տպավորվել են շատ մեթոդները, որոնք մենք կարող ենք կիրառել, նորարարական շատ մեթոդներ, որոնք կարող ենք կիրառել ժամանակակից դասընթացներում։ Նոր բաները ամենակարևոր ուսուցչի համար, ораторское мастерство, սա պետք է ռուսերեն ասեմ, որովհետև հռետորի խոսքը, քանի որ ուսուցիչները հենց հռետորներ են, այսպես ասած, եւ այդ վարպետությունը շատ կարևոր է ուսուցչի համար, շատ լավ դասեր են եւ նաեւ նոր տեխնոլոգիաների, գործիքների հետ ծանոթացանք, արհեստական բանականության գործիքների հետ, շատ արդյունավետ են դասերը։ Ոչ, սա ինձ համար այսպիսի մեծ մասշտաբային իրադարձություն, ինձ համար նորություն էր բավականին, մասնակցել եմ վերապատրաստումների, բայց նմանատիպ ոչ։ Ռուսաստանում ցավոք դեռ ոչ, բայց Հայաստանում բավականին շատ եմ մասնակցել ու հաճիկով եմ ամեն անգամ մասնակցում, նոր բան ենք սովորում։ Ռուսաստանում մասնակցել եմ Կաստամարովսկի ֆորումին, գնացել եմ այնտեղ որպես հաղթողուսուցիչ այս տարի, միայն դա է եղել։ Իհարկե, դա մի պատճառ է, որ մենք իրար գունատեսնենք, շփվենք եւ իհարկե բացի այն, որ մենք շատերին ճանաչում ենք եւ նոր կադրեր, որ գալիս են, իրանք էլ են պետք մեզ, որ մենք կիսվենք մեր գիտելիքներով, լսենք իրենց, որովհետեւ իրանք էլ ինչ որ բան մեզ առաջարկում են իրանց տեսակետը եւ օգտակար է դա լինելու բոլորիս համար։ Իհարկե, ես շատ կցանկանամ լինեն հաճախակի, մենք բոլորս մասնակցենք։ Գիտեք ինչ, ասենց որ նայում ենք աուդիտորիա, ասենք մի ամբողջ մի զորք է, ամբողջ Հայաստանն է այստեղ։ Եվ դա այնքան ճիշտ է, որ բոլոր, ասենք, մարզերից ուսուցիչները կան, դա հաճելի է։ Նման բաները, եթե կազմակերպվում է, դա միայն իօքուտ ուսուցչին է, իսկ ուսուցիչը հիմա շատ ու շատ կարիք ունի։ Իհարկե կցանկանայինք, որովհետև գիտեք, երբ որ մարդ մի նոր բան է իմանում,
չգիտեմ, դա շատ հաճելի է, հատկապես անվճար դասընթաց եւ նման հրաշալի միջավայրում, Ծաղկաձորում բնականաբար ինձ թվում է բոլորը կցանկանային մասնակցել։ Ամեն մի միջոցառումը դա ռուսերեն խոսքի տոնը։ Երբ մենք մասնագետներով հավաքվում ենք, խոսում ենք, քննարկում ենք, դա շատ արդյունավետ է եւ շատ լավ ստիմուլ է։ Ես ոչ թե կցանկանամ, այլ դա իմ նպատակն է ու ես անդադ փորփրում եմ ինչ-որ տարբեր տեղերում, որպեսզի գտնեմ նման միջոցառումներ, որպեսզի կարողանամ մասնակցել։ Ինձ թվում է բոլոր ուսուցիչները պետք է դա անեն։ Ինձ թվում է, քանի որ հիմա մուլտֆիլմերը բավականին շատ են ռուսերեն, երեխաները արդեն առաջին, երկրորդ դասարանից բավականին լավ տիրապետում են ռուսաց լեզվի, հուսամ շարունակությունը նույնպես կլինի։ Շատ մեծ հաճույքով։ Անկամ լինում են դեպքեր, երբ երեխաները ցանկանում են ուրիշ առարկաների փոխարեն ուսումնասիրել հենց ռուսաց լեզու։ Կոնկրետի մոտ շատ է լինում։ Ինչ այդ առիթով ես այնքան երջանիկ ուսուցիչ եմ, շատ երջանիկ ուսուցիչ եմ, որտեղ իրոք կոնկրետ մեր դպրոցում Ռազդանի թիվ 1 ավագ դպրոցում, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում երեխաները շատ են սիրում ռուսաց լեզուն։ Նրանք հաճույքով են գալի դասերի, նրանք հաճույքով են մասնակցում ցանկացած, ասենք, նախագծերի, բաց դասերի, եւ դա մեզ թևավորում է։ Այդ կոնտակտը ուսուցիչ եւ աշակերտ շատ բարձր մակարդակի է դրված մեր դպրոցում։ Ես շատ երջանիկ եմ դրանով։ Ես եւ ընդհանրապես ես երջանիկ ուսուցիչ եմ, այդպես կարող եմ ասել։ Հաճույքով, իրանք իրար հետ են ռուսերեն խոսում։ Հիմա մենք գյուղից գյուղ ենք տեղափոխվում ավտոբուսներով եւ երեխաները ռուսերեն են խոսում, ես վարորդն ասում, «Իսկ ինչի՞ է ռուսերեն խոսում»։ Տենց է կարգը։ Խոսում են ռուսերեն։